Նախագահ Թրամփի հայոց ցեղասպանության թույլ ոգեկոչումը նվեր է ժխտողականներին այս մասին Facebook-ի իր էջում գրել է ամերիկացի կոնգրեսական Ֆրենկ Փելոնը անդրադառնալով փաստին, որ Դոնալդ Թրամփը ի տարբերություն իր նախորդի դեմոկրատ Ջո Բայդենի ապրիլ 24-յան ուղերձում ցեղասպանություն եզրույթը չի կիրառել եւ 1915-ի իրադարձությունները որակել է որպես մեծ եղեռն։ Ամերիկայի Միացյալ Նահանգների ճանաչումը պաշտոնական է եւ անշրջելի, բայց ցեղասպանություն բառն օգտագործելուց նրա հրաժարումը խարխլում է ճշմարտությունը եւ անարգում 1915-ի զոհերի հիշատակը։ Պատմությունը պահանջում է պարզություն, ոչ թե վախկոտություն, գրել է Փելոնը։ Նախորդի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ուղերձ էր հղել հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ։ Այսօր մենք հիշում ենք մեծ եղեռնը եւ հարգում այն մարդկանց հիշատակը, որոնք տուժել են 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկում։ 1915 թվականից սկսած 1.5 միլիոն հայեր արտաքսվեցին եւ մահվան դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին տարիներին։ Այս հիշատակի օրը մենք եւս մեկ անգամ միանում ենք Ամերիկայի եւ ամբողջ աշխարհի հայ մեծ համայնքին սգալով բազմաթիվ կորսված կյանքերի համար։ Մենք ակնկալում ենք շարունակել մեր ռազմավարական գործընկերությունը Հայաստանի հետ եւ աջակցել տարածաշրջանային կայունությանը, ձգտելով հասնել կայուն բարգավաճման եւ անվտանգության, հայտարարել էր նա։